Firdaus Prime Residence Երևանի նոր կենտրոնը Կարծում եմ բոլորը ուշադիր եք եղել, երբ որ պարոն Մկրտչյանը ասաց, որ մեր դերասաններից մեկի հետ մի քանի հոգու ներկայությամբ ունեցել է խոսակցություն, փորձել ենք ընդհանուր եզրեր գտնել եւ վերջում պարզվել է, որ ինչ որ մեկը ձայնագրություն է անում, ձայնագրում է, ինքը որոշեց, որ այդպես ասեց, որ էլ մեզ հետ չի խոսելու։ Հետևաբար, հիմա մեզ ներս հրավիրելը ուղղակի ներկայացում էր եւ կարծում եմ բոլորի համար էլ պարզ դարձավ։ Հենց սկզբից իր այդքան երկար խոսելը, ներկայացնելը, թե ինչ բանակցություններ ենք ունեցել եւ այլն, էլ եղել է ներկայացում, խուսափելու համար բոլորի ներկայությամբ, այսինքն ուղիղ չասելով, որ մեզ հետ չի ուզում խոսել, ես սա որակում եմ որպես մանիպուլյացիա, որ մենք անենք այն, ինչը որ արեցինք։ Հիմա այսպես է ստացվում, ինքը մեզ հետ չի ուզում խոսել։ Մինչդեռ մենք իր հետ ունենք խոսելու բան։ Չի ուզում դուրս գալ։ Ես բան ասեմ, ուղղակի որ բոլորին մի րոպե, ես ասես որ մեզ հետ խոսելու ոչինչ չունի։ Մինչդեռ ես նորից եմ կրկնում, եթե տանտերը հրավիրում է իրենց տուն հայցով, խնդրով եկած մարդկանց, ասում է բարև ձեզ, նստեք, խնդրեմ, լսում եմ ձեզ, հա? Իսկ ինքը սկսեց այս ամեն ինչը մեկնաբանել որպես իր հրավիրած ինտերվյու, հա, մամուլի ասուլիս, խոչընդոտելով, որ մենք մեր հարցը բարձրացնենք։ Այսինքն պարզ է, ինքը հենց սկզբից էլ չէր ուզում մեր հետ խոսել, ինքը դա պարզ ասեց, ուղղակի տեսախցիկների առաջ երևի թե չէր կարող։ Եկեք բոլորս մի հատ միանշանակ արձանագրենք, որ մենք եկել ենք, ասելիք ունենք, եւ ըստ էության այդ ասելիքը ներկայացնելու եւ պարզաբանումներ ստանալու հարցեր ունենք, որոնց պարզաբանումները իրենք տալու են։ Հիմա փաստացի, երբ որ մենք ներս հրավիրեցին, փաստացի ստացվեց այնպես, որ ներս հրավիրեցին ու մեզ անտեսելով, այսինքն փորձեցին ձեզ լրատվականների հետ ներկայացնել իրենց դիրքորոշումը, ներկայացնել իրենց խոսակցությունը։ Մինչդեռ մենք դրա համար չենք եկել։ Մենք ասեցինք, երբ որ դուք ձեր ասուլիսը կվերջացնեք, մենք ասելիք ունենք։ Մեր ասելիքը պետքա դուք լսեք։ Հիմա քանի որ պարոն Մկրտչյանը, հա, չի ուզում կոպիտ ասած մոտենա մեր ասելիքը լսի բուն թեման, թե ինչի մասին է խոսքը, եւ ստեղ նաեւ իմ գործընկերոջը, հա, քանի որ ինքը օգտվելով առիթից ցես միակողմանի ներկայացնում երկու հարցադրում ունեմ ու հանրային ստիպված պետքա ներկայացնեմ առաջինը մենք եկել ենք ստեղ պահանջ ենք ներկայացնում որ կոնկրետ ձեր կողմից ապօրինաբար օգտագործվում է ձեզ իրավունք առանց իրավունքի դուք օգտագործում եք Գոյ թատրոնի տարածքը հիմա վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը հստակ սահմանում է որ նշված ակտից, վիճարկվող ակտից որևէ գործողություն կասեցվում է։ Հիմա իրենք ներկայացնում են, որ իբրև թե արդարադատության նախարարության ասած գրությունը թուղթը հիմք չի։ Իրենք ներկայացնում են, որ տվյալ պարագայում մեր հայցատեսակի այդ կվալիֆիկայի մեջ են մտնում, հետևաբար հարց առաջանում։ Իրենք ինչով են առաջնորդվում, եթե ոչ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ։ Հիմա տրամաբանությունը հետևյալն է, քանի որ մենք եկել ենք մեր ասելիքը ասելու, ես այս պահին իմ վստահորդներին միանշանակ ես էլ իրենց հետ խորհուրդ եմ տալիս զանգենք ոստիկանություն, խնդրենք հրավիրենք ստեղ ասվածը, հա, փորձենք, այսինքն պետական կառույց, հա, մենք եկել ենք հիմա, որոշակի, այսինքն ինչ է նշանակում, թուղթը վերցրեցին, գնացին, բա ասելիքը մեր դիմումը, մեր պահանջը, սենց չի կարելի, հա, պետական մարմին, հա, ու դուրն էլ փագ, հա, ունեցած ստացվում, որ մենք փաստացի իրավունք չունենք ներս մուտք գործելու։ Հիմա այս տրամաբանությունից ելնելով մենք կհրավիրենք ոստիկանությանը, որպեսզի հասարակական կարգը ապահովի եւ հետագա ընթացքում, եթե իրենք շարունակեն, հա, ապօրինությունները, մենք կրկին հաղորդում կներկայացնենք արդեն համապատասխան մարմին։ Եթե կարելի է մի բան էլ այնտեղ իր խոսքի մեջ ասեց, որ Գոյ թատրոնի դերասանները ներխուժել են թատրոն, դրա հետ կապված ինքը ոստիկանություն հաղորդում է ներկայացել, հա, ներխուժում։ Ոստիկանությունը տվել է գնահատական, այսինքն քննչական մարմինը վարույթ չի վերցրել իր բողոքը։
Այնպես որ դա էլ որ տենց առանց օպոնենտների ինքը հայտարարություններ անում, դա էլ այդպես չի, ներխուժում չի եղել։ Մենք ընդհանրապես մուտք ենք գործել թատրոն, ունենալով պահանջ, հա։ Ոստիկանությունը գնահատական չի տվել։ Եթե մենք ներխուժած լինեինք, ոստիկանությունը ուժ կիրառելով մեզ դուրս կհրավիրեր։ Էս էլ իմիջայլոց, որ Դե գիտեք ինչ, տեսեք, եթե իրենք ցանկություն ունեն, Պահին ուղղակի ձեզ իվնաս ձեզ էր։ Չէ, տեսեք, հիմա բայց գոնե դուք տեսել եք, դուք գոնե իր վերաբերմունքը հասկանում եք։ Եթե մարդը չի ուզում մեզ հետ խոսել, հետեւաբար ընթացքում էլ ամեն ինչ անելու էր, որ խոսակցությունը չստացվի։ Եթե ինքը ունի ցանկություն մեզ հետ խոսելու, դե գիտեք ինչ, տեսեք, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս անընդհատ մարդուն ընդհատել, բայց երբ որ ես փորձեցի միջամտել ասելով, որ մենք ուրիշ հարցով ենք եկել, մամուլի ասուլիսը դուք կարող եք հետո հրավիրել, հա, տեսակ պատասխանը ինձ ստացվեց, այսինքն իմ դաստիարակությունը թույլ չի տալիս անընդհատ ընդհատել, անընդհատ որպեսզի իմ խոսքը առաջ տանեմ, դրա համար պրոստը մենք ուղղակի որոշեցինք դուրս գալ, իսկ եթե իրանք պատրաստ են ու վախենալու ոչինչ չունեն մեզ հետ խոսելու, հա, լրագրողների ներկայությամբ, ապա ինչի չեն գալիս։ Էս իրենց համար առիթ էր, որը օգտագործեցին։